Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հայտնվելու առաջին իսկ օրվանից ուզում է այսպես սորտավորել լրատվամիջոցները եւ առաջին հայացքից fake news-ի դեմ պայքարի առումով հետաքրքիր գաղափար է առաջարկում, որ ստեղծվի մի մասնագիտական կառույց, որը այսպես սերտիֆիկատ կտակ, ասի այս լրատվամիջոցը հետևում է լրագրողական էթիկայի կանոններին եւ վստահելի է, իսկ այս լրատվամիջոցը ոչ։ Բայց ամբողջ քաղաքական դաշտում սա համարում են խոսքի ազատությունը սահմանափակելու, գրաքննություն մտցնելու միջոց եւ երբ նրա քաղաքական ընդդիմախոսները անգամ իր կաբինետը 1-2 օր առաջ լքած նախարարը այդպիսի բան են գրում, համեմատում են Օրվելի մտքի ոստիկանություն ստեղծելու հետ, գրաքննության մասին, Ելիսեյան պալատը իր էջում այդ մարդկանց ստատուսները դնում է եւ գրում է fake։ Հիմա այստեղ, երբ որ ասենք պայմանականորեն թոշակը բարձրացնում են 10,000 դրամով, բայց որևէ տնտեսագետ գնաճի հետ համեմատում է եւ ասում է թոշակը չի բարձրացել, հա, պնդում է, իր կարծիքն է հայտնում, մեկնաբանությունը եւ քննադատությունը, նույն կերպ իշխանությունը ասում է fake։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք դրա fake news-ի դեմ պայքարի տեխնիկական միջոցների մասին խոսեցինք, դրանք ենթադրում են, որ դեռ կկատարելագործվեն, այստեղ խնդիրը նաև fake news բրենդը, այսպես ասած, որպես քաղաքական մրցակցության գործիք օգտագործելն է եւ մյուսը, որի մասին սկզբում ասացի խոսքիս, մեդիա գրագիտության մակարդակը բարձրացնելը, որպեսզի մենք ամեն օր չունենանք նաեւ այլընտրանքային ավելի հետաքրքիր, բայց իրականության հետ կապ չունեցող լրահոս։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։